Հոկտեմբերի 13-ին Շվեդիայի Թագավորական ակադեմիան հայտարարեց 2016 թվականի Նոբելյան գրական մրցանակի դափնեկրի անունը։ Գրական հանրությունը ոչ միշտ է միանշանակ ընդունում Նոբելյան գրական դափնեկիրներին, մրցանակակիրներին, սակայն վերջին որոշումը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց եւ բուռն բանավեճերի առիթ տվեց։ Առաջին անգամ գրական մրցանակ տրվեց երաժիշտ կատարողի, հեղինակ կատարողի, ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանին։ Ինչ է տալիս Նոբելյան գրական մրցանակը գրողին, ինչով է ընդհանրապես այն նպաստում գրականության զարգացմանն ու հանրայնացմանը եւ ինչպես են մրցանակին վերաբերվում հայ հրատարակիչները։ Այս հարցերի մասին թեմայի տաղավարում զրուցելու ենք Զանգակ հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի հետ։ Բարև ձեզ Արթուր, բարի գալուստ մեր տաղավար։ Դուք նոր եք վերադարձել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառից, սա տարվա ամենակարևոր երևի գրական հրատարակչական ավելի ճիշտ միջոցառումն է։ Բոբ Դիլանին այնտեղ չհանդիպեցիք, որովհետև նաև տոնավաճառի ընթացքում քննարկում են գրական հարցեր բնականաբար եւ մասնավորապես այդպիսի հարց չէր կարող չքննարկվել։ Բարև ձեզ Հայկ, նորից շնորհակալություն հրավերի համար։ Բոբ Դիլանին չհաջողվեց հանդիպել այն պարզ պատճառով, որ Բոբ Դիլանը իր անվերջ ցկվող շրջագայությունների մեջ է, այդպես է կոչվում է, կարծեմ Endless Tour, չէ՞, նա 70 թե 90-ականներից կարծեմ, այո, անվերջ շրջագայության մեջ է եւ Ֆրանկֆուրտում չէր, իսկ Ֆրանկֆուրտում նրա ներկայությունը նաև գրական շրջանակներում ոչ անմիջական, այլ գրական ներկայությունը պետք է նկատել, որ այնքան էլ կրկին նկատելի չէր, որոշակի պասիվություն նկատվեց գրական շրջանակներում նրա անվան եւ նրա ստեղծագործությունների հետ կապված հետաքրքրության առումով։ Իմ հարցը հենց այդ նպատակը ուներ, այսինքն պետք է որ այդտեղ գոնե անդրադարձեր լինեն, եթե ուղղակի ֆիզիկական իմաստով ինքը այնտեղ չլիներ, պարտադիր չլիներ, գոնե հրատարակիչները, նրա այսպես գործակալները, այն հրատարակչությունները, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործությունները, պետք է հեղեղված լինեին, առաջարկներով գուցե պահանջված լինեին։ Այդպիսի բան կար եւ նախորդ տարիներին դուք իհարկե ամեն տարի գրեթե մասնակցում եք այդ միջոցառմանը, տոնավաճառին, նախորդ այսպես մրցանակակիրների նկատմամբ հետաքրքրությունը ավելի մեծ է եղել։ Այո, Զանգակ հրատարակչությունը արդեն 10-ից ավել տարի, եթե արդեն 15 տարի կհասնի, մասնակցում է ամեն տարի Ֆրանկֆուրտի տոնավաճառին ու պետք է նկատել, որ նախորդ տարիներին միշտ այնպես է ստացվում, որ այդ Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունն էլ չէ, որ շարժական է, ճիշտ է ամիսը կա, բայց շարժական է եւ Ֆրանկֆուրտինը զուգադիպում են հաճախ, մեկ օր առաջ, մեկ օր հետո, այսպես, ու միշտ այդ թեման շրջանառվում է, այդ նոմինացված ուրեմն հեղինակների շուրջ է պատտվում խոսակցությունները ում են ի վերջո շնորհելու նախորդ տարիներին էլ, երբ որ արդեն շնորհած էին լինում կամ պետք է շնորհեին, միշտ այդ հեղինակների հանդեպ հատուկ ավելի ընդգծված հետաքրքրություն կար գրական գործակալների մոտ եւ նաեւ հրատարակչությունների մոտ, մասնավորապես ասենք վերցնենք թեկուզ անցած տարի Ալեքսեևիչին, երբ Բելարուս գրողին հանձնվեց այդ մրցանակը, բավական մեծ ուշադրություն առաջացավ բելարուսական գրականության նկատմամբ, թեպետ Բելարուսիայում հնարավորինս ամենձև այնպես արեցին, որ այդ մասին հնարավորինս քիչ մարդիկ իմանան, դա քաղաքական դրդապատճառներից ելնելով, բայց նախորդ տարիներին, ասենք Ալիս Մանրոն երբ ստացավ 2013 թվականին նորից շատ մեծ ուշադրություն գրավեց կանադական գրականությունը, ընդ որում նաև ժանրը, այսպես նորից լույս սփռվեց այդ կարճ պատմվածքի ժանրի վրա, չէ՞ որ Մանրոն ստացավ այդ պատմվածքի ժանրում ունեցած բարեբախտություն ունենալ նաև հայերեն կյանքի սիրուն, այսինքն պատմվածքների ժողովածու եւ մասնավորապես նաեւ այս պատմվածքների համար թերևս վերջին պատմվածքների ժողովածուն, ինչպես ինքն է ասում, այդ դրանց տոյլ չի Զանգակ հրատարակչությունը հրատարակել է։ Այո, այս գիրքը հենց 13 թվականին է ձեռք բերեցին հեղինակային իրավունքները, բավական ժամանակ իսկապես այդ աժիոտաժը, այսպես ասած, կար անվան շուրջ։ Դեք Ֆրանկֆուրտում ընդհանուր աժիոտաժը բավական խառն է, տարբեր այսպես հետաքրքրություններ շահեր են բախվում, բայց Նոբելյան մրցանակը երբ գիտեն արդեն պետք է շնորհվի կամ արդեն շնորհվել է, ընդգծված կերպով որոշակի ուրեմն միտում է լինում հրատարակչությունների միջև, թե ով կհրատարակի այդ գրողին։ Այս տարի պետք է նշեմ, որ մենք նույնիսկ նախապես պլանավորված հանդիպում ունենք այն գրական գործակալության հետ, ով նաև Բոբ Դիլանի ուրեմն հեղինակային իրավունքներով է զբաղվում, հենց հանդիպում ունեցանք գործակալի հետ, նա
բավական ոչ այսպես առաջնային դիրքերից այսպես ներկայացրեց այդ գիրքը, այլ թեթև հարևանցի կերպով, որ նաև ներկայացնում են Բոբ Դիլանի իրավունքները։ Կարծում եմ այս իրավիճակը ինչ-որ չափով կանխատեսելի էր եւ անգամ սպասված էր։ Բոլորը տարակուսանքի մեջ էին, բայց հետաքրքրություն չառաջացավ, բայց այնպես չի, որ կարող ենք ասել, որ գրական հանրությանը Բոբ Դիլանի անունը անհայտ է, որովհետեւ 2008 թվականին Պուլիցերյան գրական մրցանակ է նաև ստացել։ Ես նույնիսկ ձևակերպումը գտա արտասովոր բանաստեղծական ուժով օժտված քնարական ստեղծագործությունների համար։ Այսինքն բանաստեղծականությունը այստեղ նույնպես շեշտում է, իսկ մյուս մասում շեշտում է նաև ամերիկյան մասսայական երաժշտության եւ մշակույթի վրա ունեցած ազդեցությունը։ Ամեն դեպքում էլի գրական մրցանակների արժանացել էր։ Գիտեք, ուրեմն երբ մրցանակը հանձնեցին, ես արժևորելով եւ գնահատելով Բոբ Դիլանի ստեղծագործական ուղին, բարձրապես կարծիք հայտնեցի եւ մնում եմ իմ դիրքորոշմանը, որ համենայն դեպս նա հայտնի է հանրությանը որպես նախ եւ առաջ երգիչ, ում երգի բառերը բնականաբար երգը բառեր պետք է ունենա, նաեւ առանձին այսպես վերցված իմաստ են փոխանցում, սակայն նա հանրային իրավունք ունեն, բայց ամենայն դեպս մի ամբողջություն են երաժշտության մեջ եւ մեկ միավոր են այսպես մեկ արժեք են ներկայացնում որպես երաժշտական միավոր եւ տարանջատել է, այսինքն միայն բանաստեղծությունը sense զատել երաժշտությունից եւ ասել, որ միայն որպես պոետ պետք է դիտարկել, իմ կարծիքով մի քիչ վիճելի հարց էր, ինչը նաեւ արտահայտվեց այլ գրողների կողմից եւ ես համամիտ եմ շատ գրողների հետ, որ նշեցին, որ այդ դեպքում պետք է նաև այլ հեղինակների, այլ գրողների գրեմի շնորհել, որովհետև հաճախ լինում է, որ գրողի բանաստեղծության հիման վրա, ասենք, հետագայում երգ է գրվում, եւ այդ երգը այդպես մտնում է երաժշտության պատմության մեջ, եւ նույն տրամաբանությունը այդ դեպքում էլ պետք է գործի, ինչը այնքան էլ երևի արդարացված չի լինի։ Սակայն Բոբ Դիլանի պարագայում նրան շնորհվեց մրցանակ եւ այդ տարբեր կարծիքների այսպես բախման կետում ամենահետաքրքիրը իր դիրքորոշումն էր, որ նա ոչինչ չասաց, ոչինչ մինչև հիմա դեռ ոչինչ չի հայտնել եւ ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել, նույնիսկ զանգերին դեկտեմբերի 16-ին, եթե չեմ սխալվում, իր Նոբելյան բանախոսության մեջ անհասկանալի է ինչ կլինի, որովհետեւ մինչև հիմա նույնիսկ Շվեդիայից զանգերին չի պատասխանում նա եւ այսպես ես այսպես մի քիչ հերվից հետևում եմ անդադ լուրերին, թե ինչ է կատարվում, նա ինչ վերջը ասեց եւ հələ որ ոչինչ չի ասա եւ ես հիմա արդեն ինչ որ մի կետի եմ եկել, որ ինձ թվում է նա որդեգրել է Սարտրի ուղեգիծը եւ Սարտրն է հրաժարվեց, ինչպես գիտենք, Նոբելյան մրցանակից, Սարտրը դա իհարկե դա բարձրաբանում էր եւ պատճառաբանում իր փիլիսոփայության էկզիստենցիալիզմի ուրեմն սկզբունքներից ելնելով, որ ազատ լինելու համար պետք է կաշկանդված չլինել որևէ ինստիտուցիոնալ այսպես մրցանակով կամ որևէ ինստիտուտի հետ պետք է կապ չունենալ, նույնիսկ նրա այդ հայտնի մատուցողի օրինակն են հաճախ նաև հիմա սկսել ցիտել, որ երբ նա Սարտրը ասում էր, որ մատուցողը երբ սկսում է չափից դուրս կերպարի մեջ մտնել, նա արդեն սկսում է կեղծ լինել եւ կերպար է դառնում, կարծում եմ, որ ինչ որտեղ Բոբ Դիլանը նաև այդ մրցանակը հիմա եթե այսինքն փաստի այս պայդրությամբ, հա, փաստերով եթե խոսենք, փորձում է այսպես, հա, փորձում է գրական կերպարի կաղապարի մեջ չմտնել եւ ավելի ազատ այսպես ստեղծագործող մնալ։ Եթե մի քիչ վերացարկվենք այդ հանձնաժողովի պաշտոնական ձևակերպումներից, թե ինչի համար են տալիս, ձևակերպումներ միշտ կարելի է գտնել հետաքրքիր, գեղեցիկ, գրավիչ, տպավորիչ եւ այլն, ինչ նպատակ կարող էր ունենալ Նոբելյան ուրեմն հանձնաժողովը հենց Բոբ Դիլանին էս մրցանակը տան, ցանկանում էր գրականությունը մոտեցնել երաժշտական, ռոք, չգիտեմ, ավելի լայն հանրությանը, այսինքն գրականությունը այդ խնդիր ունի գնալ դեպի մասսաները, թե ցանկանում էր իսկապես Բոբ Դիլանին բերել, հասցնել գրականությանը։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, որը սկզբում մի քիչ այդ եթե մի շաբաթ առաջ հարցտայ կամ մի քիչ ուրիշ պատասխան հնչեր, հիմա մի քիչ փոխվել է դիրքորոշումը, հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Երբ մրցանակը հանձնեցին, նույնիսկ Սալման Ռաշդին հանդես եկավ Twitter-յան իր այդ եկտողով, որ ինչպես Օրփեոսը ժամանակին բանաստեղծ եւ պոետ էր, այսպես էլ պետք է Բոբ Դիլանին ընկալել որպես բանաստեղծ եւ պոետ, ինչը շատ բնորոշ է, հենց տիպիկ է, որ Սալման Ռաշդին դա ասաց, այդ արևելյան, հա, մտածելակերպի բնորոշ, եւ որտեղ պոեզիան եւ բանաստեղծությունը այնքան էլ տարանջատված չեն, քան արևմտյան մշակույթում։
Այդպես մեկնաբանվեց, սակայն այս վերջին օրերի լրատվական դաշտին եթե հետևեն գրական հոդվածներին, կտեսնենք, որ արդեն ուրիշ քաղաքական մի քիչ ենթատեքստ են տեսնում, ինչը ես կարծում եմ մի քիչ հիմնավորված կլինի, հիմա ասեմ ինչու։ Ուրեմն վերջին անգամ ամերիկյան գրող, որը ստացել է Նոբելյան մրցանակ, եղել է 1993 թվականին Թոմի Մորիսոն, կարծեմ, նա ստացավ Նոբելյան մրցանակը եւ դրանից հետո ամերիկյան գրականությունը կարծես չէր հետաքրքրում շվեդներին։ Ընդ որում մի կարևոր բան եմ ուզում ասել, որ թեպետ Նոբելյան գրական մրցանակը ընդունված է համարել համաշխարհային գրական մրցանակ, սակայն ինքը այն բավական Եվրոպա կենտրոն եւ անգամ ասում Շվեդա կենտրոն գրական մրցանակ է։ Սկանդինավյան երկրների ներկայացուցիչներն են շատ ստացել։ Ամենաշատը շվեդներն են ստացել։ Հետո վերջին շրջանում երևի Արևելքին, Աֆրիկային սկսեցին երբեմն մեղադրանքներից, քանի որ շատ էին նրանց քննադատում, Նադին Գորդիմերին կարծեմ 91 թվականին են հանձնել աֆրիկացի հայտնի հիմա նրան ամեն դեպքում հիշում չեմ բացառում գուցե եղել են, բայց շատ քիչ։ Ասիացիներին մի քիչ անդրադարձան, Մոյանը ստացավ 2012 թվականին կարծեմ չինացի գրողը, բայց էլի շատ քիչ։ Բայց տարիներ շարունակ Մուրակամիին չեն տալիս, համաշխարհային հռչակ ունեցավ։ Կարծիքով չեն էլ դա իմ անձնական կարծիքն է, բայց իստու բան չեն տա նրան մրցանակ եւ ինչ է միտքս ինչին է բերում եւ կարծես այդ 93 թվականից հետո մինչեւ հիմա ոչ մի ամերիկացի չէր ստացել եւ ասեմ սա էլ հետեւյալը շատ հետաքրքիր բան 2005 թվականին էր կարծեմ Նոբելյան այդ հանձնաժողովի նախագահը հանդես եկավ բավական այսպես մի քիչ սկանդալային հայտարարությամբ երբ ասաց որ ամերիկյան գրականությունը կղզիացած գրականությունը այն չի մասնակցում համաշխարհային գրականության երկխոսությանը եւ Նոբելյան հանձնաժողովին մեղադրում են, իրենք էլ մեղադրում էին ամերիկյան գրականությունը։ Հա, իրենց դիրքորոշումն այդպեսն է եւ ասում էին, որ ամերիկյան գրականությունը կղզիացած է եւ եվրոպական գրականությունը ամենայն դեպս գրական դաշտի այսպես դիրքորոշում թելադրող գրականություն է։ Դա ամենայն դեպս նրանց դիրքորոշումն է 2005 թվականի դրությամբ, այսինքն ոչ շատ վաղ անցյալում եւ 2016 թվականին երբ հանձնեցին, հիմա արդեն նույնիսկ կարծում եմ, որ սա ինչ որ չափով վիրավորանք էր, նաեւ իր մեջ ինչ որ այսպես պարունակում ամերիկյան այնպիսի գրողներին, ինչպիսին ասենք Ֆիլիպ Ռոթն է կամ Ջոն Ապդայքը, ովքեր տարիներ շարունակ չեն ստանում այդ Նոբելյան մրցանակը, թեպետ ինչ որ պարբերաբար նոմինացվում են եւ շատերի կարծիքով, ինչու՞ չէ նաեւ իմ կարծիքով, օրինակ Ֆիլիպ Ռոթը արժանի էր Նոբելյան մրցանակի Հիմա արդեն ուզում եմ ասեմ, որ այս մի քանի շաբաթ տալիս ենք, բայց ձեզ չենք տալիս ամեն Այո, ընդ որում Բոբ Դիլանին են տալիս տեսական թունելի չի։ Այո, Բոբ Դիլանին են տալիս մի մարդու, որը գրականության կերպար չէ, հա, ամեն դեպս նա երաժիշտ է, այսպեսով կարծես ավելի ստվերելով ամերիկյան գրողներին, այսպես կարծես ցույց տալով, որ այդ տալիս ենք ամերիկացիներին, բայց տալիս ենք Բոբ Դիլանին, որ իրական երաժիշտ է։ Հիմա այդպիսի կարծիքներ են մամուլում շրջանառվում, ես այսօր New York Times-ին հենց նայեցի, մի քանի օր առաջ Guardian-ներ նման մի բան կարծեմ հրապարակել, հա։ Իսկ փորձ ինչ է ցույց տալիս, իհարկե գրական Նոբելյան մրցանակ տալիս են վաստակի համարի վերջով, որպես կանոն մեծահասակ ծեր մարդկանց պարտադիր պայման է, որ նրանց կենթանության օրոք լինի, իհարկե մահացած գրողների Նոբելյան մրցանակ չեն շնորհում, բայց ամեն դեպքում սա գրականության օգնում է այդ գրողների, թե այդուհանդերձ ինչ որ պահում է այսպես վարկանիշը Նոբելյան հանձնաժողովի նաև որոշակիորեն։ Ով է օգնում ում ավելի շատ գրականությունը Նոբելյան հանձնաժողովին, թե Նոբելյան հանձնաժողովը գրականության հանրայնացմանը։ Եթե հիմա ես փորձում քրոնոլոգիական կարգով ասած արագ անցնեմ պատմության այդ ում ամենայն դեպս հիշում եմ մրցանակներին, երևի կասեմ, որ ավելի շատ Նոբելյան մրցանակն է, եթե քանակով նայենք օգնել գրողներին, որովհետև ասեմ ինչու, Նոբելյան մրցանակը հաճախ շնորհվում է այնպիսի գրողների, ովքեր լայն մասսայականություն այնքան էլ չեն վայելում։ Գուցե շատ լավ գրողներ են, գրական որակի իմաստով չեմ ասում, սակայն պոպուլյար չեն այնքան։ Փոքր երկրներից են, ասենք, չգիտեմ, կարող է, հարաբերականորեն փոքր, հա, ասենք Իտալիայից լինի, կամ լինի, չգիտեմ, ասենք Ֆինլանդիայից լինի, կամ թեկուզ նորվեգացի, շվեդ գրողներ, ովքեր մեծ պոպուլյարություն չեն վայելում գրական շուկայում, սակայն արժեքավոր գրականություն է ստացվում եւ նրանց անունները երբ արդեն մտնում են Նոբելյան մրցանակ, ինչպես հենց հաղորդման սկզբում նշեցինք, երբ մրցանակ են ստանում, այդ Ֆրանկֆուրտի եւ մնացած այլ տոնավաճառներում ուշադրություն է նրանց վրա բևեռվում եւ հա, նրանց գրքերը սկսում են հրատարակվել այլ լեզուներով, սա միանշանակ, ընդ որում ասեմ ժանրի նկատմամբ էլ ուշադրություն
ստեղծվում, օրինակ նույն Ալիս Մանրոյի մասին խոսեցինք, ով պատմվածքի ժանրում է գրում, իսկ գիտենք, որ պատմվածքի ժանրը լավագույն օրերը չի ապրում իր պատմության եւ վեպի ժամանակները եւ մի քիչ պատմվածքի ժանրը գուցե նաեւ խրախուսում են դրանով։ Խրախուսում են, հետո այդ գրողը սկսում է վաճառքի ավելի լավ տեմպեր ունենալ, ինչու՞ չէ նաեւ ֆինանսական որոշակի օժանդակություն լինում, ինչը շատ նորմալ է եւ ողջունելի է։ Անկախ ամենից գեղարվեստական որակ ապահովող գործերի են տալիս ամեն դեպքում։ Հեղինակների, որոնք կարողանում են այդ որակը ապահովել։ Դե համենայն դեպս այո, այնպես չի եղել, որ մի հեղինակի շնորհեն, որը որակից զուրկ, այսպես ինչ որ абսուրդ մի կերպար ստացվի, սակայն մյուս կողմից էլ պետք է ասել, որ օրինակ եթե մի քիչ պատմություն նորից թերթենք, երբեմն այնպիսի գրողներ են ստացել Նոբելյան մրցանակ, որ գուցե համաժամանակյա իմաստով այդ պահին շատ կարևոր են ստեղծագործությունը, բայց արդեն տարաժամանակյա տիրույթով, երբ որ հիմա հետ ենք նայում, այդ գրողները նույնիսկ հիմա չեն էլ ուսումնասիրվում գրականագետների կողմից։ Անծանոթ են ուղղակի գրականության պատմության փաստն են արդեն ստեղծագործությունները ընդամենը եւ նաեւ պետք է հաշվի առնել, թե նրանց հետ ովքեր են ներկայացված եղել։ Սա երևի ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որ գաղտնի է պահվում սովորաբար միջև վերջ, թե հիմա արդեն բոլորը նախապես ասում են կամ եթե առաջադրում են եւ այլն, այդ առաջադրվածները որովհետև նույն սկզբունքով շատերը ժամանակին չեն ստացել եւ իրենք հեղինակներ ովքեր ստացել են նշել են շատերի անուններ։ Այո, փաստացի իրավունք ունեն այսպես բացել այդ, ինչպես ասում են, թղթերը 50 տարի հետո, բայց ճիշտ եք նշում, անունները շրջանառվում են, մի մասը այսպես, ինչպես ասում են, տարբեր ճանապարհներով, մի մասը իրենք են հայտարարում։ Այս տարի ասում էին, որ գուցե եթե քաղաքական սկզբունքներով առաջնորդվի Նոբելյան հանձնաժողովը, պետք է սիրիացի բանաստեղծ Ադոնիսին անպայման տային Նոբելյան մրցանակ, դրան էլ չտվեցին փաստորեն։ Իսկ ինչպես ասում են, գլուխները չուզեցին գլուխը չուզեցին մի քիչ ցավի տակնել, որովհետև Շվեդիան մեծ թվով էմիգրանտներ է Սիրիայից ընդունել եւ հիմա Շվեդիայում նաեւ բավական լավ ճակերտավոր իմաստով, այսինքն եւ ավելի ուրիշ ճիշտ բառ օգտագործում, ինտենսիվ եւ արագ կերպով զարգանում է ազգայնական ճակատը։ Շվեդական նոր ազգայնականությունը բավական թափ է առնում եւ այսինքն հակազդեցությունը ձևավորվում է սիրիական փաստականների նկատմամբ եւ կարծում եմ նրանք չուզեցին այսպես գուցե կերքերը ավելի թեժացնել, քանի որ մի քիչ կարող է անհասկանալի եւ զգայուն հարց առաջանալ, եթե Ադոնիսին շնորհեին։ Նույն հարցեր կան, որ առաջին հայացքից գուցե տեսանելի չեն։ Հայ հրատարակիչները ինչու են հետաքրքրված Նոբելյան մրցանակակիրների գործերով, գիտենք, որ տպվում են զանգակը այլ հրատարակություններ եւս գնում են հեղինակային իրավունքներ, թարգմանում են, հրատարակում են, կոնկրետ մեր սեղանին է բացի Ալիս Մանրոն 1947 թվականին Նոբելյան մրցանակ ստացած գրող Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» վեպը։ Այո, դե կարծում եմ իհարկե շատ տրամաբանված է հրատարակչությունների հետաքրքրությունը Նոբելյան մրցանակի դափնեկիրների ստեղծագործությունների նկատմամբ, սակայն ես ուրախ եմ, որ մեզնում այսպես պարզապես ամեն տարի Նոբելյան մրցանակ ստացածին այսպես կուրորեն չեն հրատարակում, որովհետև համենայն դեպս մեր հրատարակչական ռեսուրսները Հայաստանի այնքան անսահմանափակ չեն, ինչքան երբեմն բոլորս կուզեինք որ լիներ, եւ սելեկցիա պետք է արվի Նոբելյան մրցանակակիրների միջև, արդեն խոսեցինք ինչ սկզբունքներից ելնելով, որովհետև հաճախ այդ Նոբելյան մրցանակը շնորհվում է տարբեր քաղաքական, թե մշակութային, թե տարբեր պատճառներից ելնելով եւ միշտ չէ որ այդ Նոբելյան մրցանակակիրին թարգմանելը հայ ընթերցողի համար շատ հրատապ է։ Պետք է սելեկցիա նաեւ արվի այդ իմաստով, ընտրել այն գրողները։ Նաեւ շատ Նոբելյան մրցանակակիրներ կան, որոնց գործերը հայերեն չկան։ Շատ կան, ոչ թե սկսեի նույնիսկ շատ կան, դե համաձայն եմ ձեզ հետ եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանք պետք է ավելի շատ տարվի, սակայն ուրախ եմ նորից նշելու, որ արդեն աշխատանքներ վերջին տարիներին կա եւ տարբեր հրատարակչություններ ունի շարքեր ունեն, զանգակ հրատարակչությունը ինքն էլ պարբերաբար, այսինքն եթե այսպես ստատիստիկա փորձենք, այս տարի արդեն 2 Նոբելյան մրցանակակիր ենք հրատարակել, եւ մինչեւ տարվա վերջ, այո, աշխարհահայերենով մատենաշարի
մեջ եւ մինչեւ տարեվերջ կհասցնենք նաեւ երրորդ Նոբելյան մրցանակակրին, խոսքս Ջոն Ստեյնբեքի մասին է, նրա ցասման ողկույզները վեպը կհրատարակենք Հարամ Արսենյանի թարգմանությամբ եւ կարծում եմ այս տարի այս 3 Նոբելյաններով կփորձենք եզրափակել մեր տարին, ինչը կարծում եմ բավական մեծ զարգերում է համատեղ։ Մի քիչ ժամանակավրեպ չի ամեն դեպքում դարասկզբի հեղինակ Անդրե Ժիդը հայ իրականության ինչով է ծանոթ էր, անծանոթ էր, ընտրությունը ինչով է պայմանավորված, արդյոք միայն Նոբելյան մրցանակի առկայությամբ, թե այդուհանդերձ նաև գեղարվեստական որոշակի արժանինքներով, գրականության պատմության մեջ ունեցած դերով այս հեղինակի։ Տեսեք, Զանգակ հրատարակությունը նախ եւ առաջ թարգմանական ծրագրերը կազմելիս ուղղորդվում է մի քանի չափանիշներով, որոնց մեջ երևի առանձնացնեմ հետեւյալը. նախ մենք ցանկանում ենք հրատարակել այնպիսի ստեղծագործություններ, այնպիսի հեղինակների, ովքեր ժամանակին անտեսվել են կամ չգիտեմ, մոռացվել են կամ գուցե որոշակի քաղաքական կամ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն հրատարակվել, չեն թարգմանվել, հրատարակվել հայերեն։ Մյուս կողմից ժամանակակից փորձում ենք տեմպին համընթաց գնալ եւ հրատարակել այսօր գրականության տենդենսներին համապատասխան գրքերը։ Բնականաբար Անդրե Ժիդը առաջին մասի մեջ է մտնում, հայերենով, եթե չեմ սխալվում, նրա ստեղծագործություններից շատ քչերն են հրատարակվել եւ մասնավորապես այս ինքնակենսագրական վեպը, որը կարծես նրա ինքնախոստովանանքը լինի եւ նրա այդ ամբողջ գրական ստեղծագործական process-ում շատ առանձնացած այսպես ինքնուրույն տեղ ունի, արդյոք այստեղ նա բացվում է իր ընթերցողի մոտ, նաև ինքն իր առաջ է բացվում եւ գտանք, որ այս վեպը չափազանց անկեղծ վեպ է։ Չափազանց անկեղծ, ընդ որում անկեղծությունը այն բաղադրիչներից էր, ինչի համար նրանք 47 թվականին 1947 մրցանակ տվեցին Նոբելյան, այսպես էր, չէ՞ նշում, գրականության մեջ անվախ անկեղծություն դրսևորելու համար Նոբելյան մրցանակ տրվեց եւ մենք կարծում ենք, որ այս գրականությունը, այս գիրքը հատկապես իրոք կարեւոր է մեր գրական դաշտի ընթերցողների համար, ինչու՞ չէ, նաեւ ես շատ եմ կարեւորում, որ համալսարաններում հատկապես գրականություն ուսումնասիրող ֆակուլտետներում այս գիրքը մտնի եւ դառնա ուսումնասիրության առարկա։ Կուրսային աշխատանքներ, թե դիպլոմայիններ արդեն այնտեղ է, բայց ամենայն դեպս սա մտնի գիտական շրջանակների ուսումնասիրության դաշտ, որովհետեւ գիրքը ունի այդ պոտենցիալը։ Այդուհանդերձ Նոբելյան գրական մրցանակ տրվում է ոչ թե առանձին գրքի ստեղծագործության, այլ հեղինակին գրական վաստակի համար, որքանով է այս մոտեցումը արդարացված։ Ի վերջո մի հեղինակը չի կարող նույն ուժով շատ ստեղծագործություններ գրել։ Այո, կարծում եմ նախ եւ առաջ պատճառաբար համաձայն հենց Նոբելյան մրցանակի հեղինակի Ալֆրեդ Նոբելի թողած կտակի մեջ առաջադրված այդ չափանիշներով, որ գրական մրցանակը պետք է շնորհվի իդեալիստական եւ այսպես բարձր արժեքներ վեր հանող գրականություն ստեղծած գրողին, ինչը հասկանալու համար պետք է ուսումնասիրել այդ գրողի ամբողջ ստեղծագործական, ուրեմն պատմությունը, նրա ստեղծագործական ընթացքը, չէ՞ որ նույն գրողը կարող է որոշակի շրջան մի ուղղության հարել, այնուհետև փոխել այսպես տրամագծորեն երբեմն նաև իր ուղղությունը եւ մեկ այլ ընթացքի հարել, այդ պատճառով Նոբելյան մրցանակը այսպես ավելի համբերատար է, սպասում է տեսնի ամբողջական ինչ պատկեր է ստեղծում տվյալ գրողի կենսագրության ընթացքում եւ այդ դեպքում նոր որոշել տալիս է մրցանակը։ Նաև կարող է այդ ամբողջական պատկերը չստեղծվի ուղղակի։ Գուցե։ Այդպես էլ է հաճախ լինում, գիտեք, հեղինակը քիչ գրի։ Հենց քիչ գրելու հետ կապված, երբ օրինակ Ելինեկին կարծում 2005 թվականին տվեցին մրցանակ, էլի նորից մի քիչ տենց սկանդալային իրավիճակ էր առաջացել, որովհետև վերջին 10 տարիներին նա գրեթե ոչինչ չէր գրում։ Կամ նույն Հերտա Մյուլլերին երբ տվեցին, ամերիկացիներն էին այդ ժամանակ էլ այսպես չէին հասկանում ինչ է կատարվում, որովհետև երբեք չէին լսել Հերտա Մյուլլերի անունը։ Տարբեր է լինում, այսինքն այդ ամբողջական պատկերն էլ է շատ Ալիս Մոնրոն կարողանում է իր ստեղծագործությամբ այդպիսի պատկեր ստեղծել։ Կարող եմ ասել, որ այո, հենց մեկ ապացույց նաև այս գիրքը, որ գրքում ընդգրկված պատմվածքները տարբեր շրջանի, ուրեմն տարբեր շրջաններում գրված գործեր են։ Այսինքն միայն վերջին 2013 կամ 10 թվականից հետո գրված պատմվածքներ չեն։ Այստեղ կան պատմվածքներ 90 թվականին հրատարակված տարբեր գրքերի մեջ եւ կան պատմվածքներ իհարկե որ նոր են, սակայն սա նրա ամբողջական ընթացքը ինչ որ չափով արտացոլում է այս գիրքը։ Այո։ Եվ նրա պարագայում կարծում եմ գոնե նրա պարագայում այո։ Մեր ընթերցողին գրավում է այս Նոբելյան մրցանակակրի
սկզբունքը, հանգամանքը ասել թե մեր գրական մամուլը շատ մեծ ուշադրություն է դարձնում Նոբելյան մրցանակի հանձնման եւ ընդհանրապես Նոբելյան մրցանակին իսկ մի քիչ չափազանցություն կլինի, սակայն իհարկե ընթերցողների համար հատկապես հետաքրքիր է կարդալ ինչ որ մի մարդու գործ, ով Նոբելյան մրցանակ է ստացել, երբ հատկապես այդ Նոբելյան մրցանակը հայ ընթերցողին ինչ որ մի բան ասում է, այսինքն ինչի համար են ստացել Նոբելյան մրցանակ, մեզ համար ասենք դա ընկալելի է։ Կարծում եմ այո, դա ամեն դեպքում բավական ծանրակշիռ ինքը մրցանակի եւ իհարկե ոչ մի կերպ չի կարելի այսպես թերահավատորեն եւ թեթև մոտենան Նոբելյան մրցանակին, անկախ բոլոր այդ խոսակցություններից, ինչը կարծում եմ ինչ որ տեղ նաեւ շուք են տալիս Նոբելյան մրցանակին, այն ծանրակշիռ եւ արդեն երբ 1901 թվականից է կարծեմ շնորհվում, ահագին 100 տարուց ավել արդեն Նոբելյան մրցանակ։ Բայց մի քիչ գրական շրջանակներում մեր աղմուկ եղավ Բոբ Դիլանի հետ կապված եւ քննարկումները նաեւ երևի այլ դաշտեր կտեղափոխվեն, գուցե ավելի մասնագիտական։ Շատ ողջունելի կլինի, որովհետեւ նման քննարկումները միայն ավելի են այսպես մարդկանց տրամադրում քչփորել, հասկանալ նոր բաներ բացառել։ Եվ ես գիտեմ, որ Զանգակն էլ այդպիսի մի նախաձեռնություն ունի։ Մեր զրույցով իհարկե չամփոփվեց Նոբելյան գրական մրցանակի շուրջ շատ տարբեր այսպես քննարկումները, դա կարող է շարունակություն ստանալ երբ եւ որտեղ։ Շատ կարեւոր է որ նշեցիք, որովհետեւ մենք էլ տեսնել ենք, որ այսպես հետաքրքրություն է առաջացել այս տարի հատկապես Նոբելյան մրցանակի հանդեպ եւ ինքներս էլ ցանկանալով մի քիչ հետաքրքրությունը ավելացնել, որոշեցինք, որ այս նոյեմբերի 3-ին, այսինքն մի քանի օր անց, Զանգակ գրատանը կազմակերպել Նոբելյան թեյախմություն մի այսպիսի միջոցառում, որտեղ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին եւ այնտեղ ներկա կգտնվեն նաեւ գրականագետներ, գրականության ոլորտի մասնագետներ, գրականության սիրահարներ նաեւ, մարդիկ ովքեր գրում են, կփորձենք մի քննարկում կազմակերպել այսպես կլոր սեղանի ֆորմատով, թեյի սեղանի, աստորեն, թեյը կհյուրասիրեք։ Դե, հա, կհյուրասիրենք անպայման, ուրեմն թեյի սեղանի շուրջ քննարկել Նոբելյան մրցանակի չափանիշները, վերջին Նոբելյան մրցանակակիրների, նրանց ստեղծագործությունները, ինչու՞ չէ նաև հայ գրողներին այդ Նոբելյան մրցանակի ծիրում տեսնել, թե ինչ դիրք ունեն, թե ինչ հավակնություններ ունեն եւ այդ ամենը փորձենք հասկանալ։ Այո, շնորհակալություն, կարծում եմ երևի հեռուստատիտողները գայթակղվեցին այս ցուրտ օրերին թեյ խմելու եւ գրականության շուրջ հետաքրքիր զրույցների գաղափարով եւ երևի շատերը կգտնվեն, ովքեր կմասնակցեն։ Զանգակ հրատարակչության թարգմանական ծրագրերի բաժնի համակարգող Արթուր Մեսրոպյանի հետ խոսում էինք Նոբելյան այս տարվա գրական մրցանակի մրցանակակրի մասին, այն բոլոր քննարկումների մասին, որոնք ծավալվեցին Բոբ Դիլանի անվան եւ նրա ստեղծագործության շուրջ, նաեւ անդրադարձանք այն հարցերին, թե ինչ է տալիս գրական այս մրցանակը գրականության հանրայնացմանը եւ արդյոք նպաստում է ընթերցողական շրջանակների լայնացմանը։ Իհարկե շատ կարեւոր է գրականություն կարդալը եւ շատ կարդալը եւ հուսով եմ մեր հեռուստադիտողներն ներշնչվելով մեր զրույցից կգտնի գոնե Նոբելյան մրցանակակիր հեղինակների գրքեր եւ կփորձի ծանոթանալ, ընթերցել եւ այդպես ինքնուրույն կարծիք կազմել, թե որքանով էր այս տարի արդարացի Նոբելյան հանձնաժողովը։ Ցտեսություն։